Ես վստահ եմ 10 օր շարունակ կրկնում եմ այդ մասին, բարձրագույն հոգևորականության շարքերում ճեղքեր են առաջացել։ Այլևս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր եւ եկեղեցու պայքարը տեղափոխել եկեղեցու պատերից ներս։ Մենք ունենք արդեն ի համոտ մեզ բացահայտված երկու հուդայացած սրբազան, ասում եմ, ամոթ մեզ, Աբրահամ սրբազանն է, Գևորգ սրբազանն է, բարեբախտաբար երկուսին էլ անձամբ չեմ ճանաչում, իմ ճանաչած սրբազանները գտնվում են մեկուսացման մեջ, անազատության մեջ են գտնվում։ Օղակը Վեհափառ Հայրապետի շուրջ սեղմվել է։ Առաջին անգամ պիտի ասեմ, որ սրանում մեղքի իր բաժին ունի նաև Վեհափառը։ Ինչ պետք է աներ, որ չի արել։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն է անում, դա ինքը պիտի աներ։ Դա իր առաքելությունն էր։ Հասարակությանը գործոն դարձնելու եւ հավատավոր հոտին ոգևորելու համար կամ հոգևոր սնունդ տալու համար նա Էշմիածնի պատերից դուրս պիտի գար Մայրաթորի։ Ամեն շաբաթ որևէ մարզում, որևէ եկեղեցում պատարակ դիմացեր։